Ողջույն սիրելի հավատացյալներ։ Երբևէ զգացել եք, որ որևէ մեկը լինի ընկեր, բարեկամ, հատկապես հարևան կամ գործընկեր, երբ առաջ է անցնում ձեզնից, մարդիկ գնում են նրա մոտ, լսում են նրան, հետևում են նրան եւ ավելի հայտնի է դառնում, կարծես ներսում ինչ-որ բան է փոխվում։ Ինչպես արձագանքել եւ դու այլևս կենտրոնում չես։ Այս հարցի պատասխանը տալիս է Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխի 20-ից 36-րդ համարները։ Այնուհետև Հիսուս եւ իր աշակերտները Հուդայի երկիրը եկան։ Նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում, իսկ Հովհաննեսն էլ մկրտում էր Արենունում, Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային եւ մարդիկ գալիս ու մկրտվում էին, քանի որ Հովհաննեսին դեռ չէին բանտարկել։ Եվ ահա Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է եւ ամենքը գալիս են նրա մոտ»։ Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, թե ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկվածը նրա առաջից, ով հարսունի նա է Փեսան»։ Իսկ Փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար։ Արդ այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է, նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը նվազի։ Նա ի վերուստ եկողը վեր է ամենքից, իսկ ես երկրից եկողը երկրավոր է, երկրավոր բաների մասին է խոսում։ Նա երկնքից եկողը վկայում է ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Նրա վկայությունն ընդունածը հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքն է խոսում, որովհետև Աստված հոգին առանց չափի է տալիս։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Ով հավատում է որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը։ Ամեն։ Հովհաննես Մկրտիչ եւ Հիսուս Քրիստոս երկուսն էլ մկրտում էին։ Երբ մարդիկ սկսում են համեմատել, աշակերտները գալիս են եւ ասում. «Ահա, նա է, ում մասին վկայում էիր» եւ բոլորը գնում են նրա մոտ։ Սա շատ մարդկային իրավիճակ է։ Սիրելի հավատավոր հետևորդ, համեմատությունը հաճախ բերում է նախանձ, անհանգստություն, ինքնավստահության կորուստ։ Մի չափիր քո արժեքը ուրիշների հաջողությամբ։ Հովհաննեսը տալիս է զարմանալի պատասխան։ Ամեն ինչ Աստծուց է տրված։ Քո կոչումը, քո տեղը, քո ազդեցությունը։ Բոլորը Աստծուց են։ Սովորիր ընդունել քո տեղը խաղաղությամբ։ Հովհաննեսը իրեն կոչում է Փեսայի ընկեր բարեկամ։ Նա չի փորձում լինել Փեսան։ Նա ուրախանում է Փեսայի ձայնով։ Իսկական ծառայությունը կենտրոնում չէ դնում իրեն, այլ Քրիստոսին։ Ապրիր այնպես, որ Քրիստոսը երևա ոչ թե դու։ Սա հատվածի գագաթնակետն է։ Նա պիտի աճի, ես նվազեմ։ Սա շատ կարևոր, խորը հոգևոր սկզբունք է։ Քրիստոնեական կյանքը ես կենտրոնացում չէ, այլ Քրիստոսի կենտրոնացումն է։ Ամեն օր հարցրու քեզ. իմ կյանքում ով է մեծանում, ես թե Քրիստոսը։ Հովհաննեսը խոսում է Քրիստոսի մասին։ Նա վերևից է, նա խոսում է Աստծո խոսքը, նա լի է հոգով։ Քրիստոսը պարզապես ուսուցիչ չէ, նա Աստծո լիարժեք հայտնությունն է։ Լսիր ոչ թե աշխարհի ձայնը, այլ Քրիստոսի խոսքը։ Հատվածը ավարտվում է հստակ հայտարարությամբ. ով հավատում է որդուն, ունի կյանք, ով չի հավատում, մնում է առանց կյանքի։ Սիրելի հավատավոր հետևոր, հավատքը պարզապես գաղափար չէ, դա կյանք է։ Ընտրիր հավատալ ոչ միայն խոսքով, այլ ամբողջ կյանքով։ Այս հատվածը մեզ տալիս է շատ կարևոր ուղերձ։ Համեմատությունը խանգարում է խաղաղությանը։ Ամեն ինչ Աստծուց է տրված։ Իրական ծառայությունը կենտրոնում դնում է Քրիստոսին։ Քրիստոսը պետք է աճի մեր կյանքում, հավատքը բերում է կյանք։ Սիրելի հավատավոր հետևորդներ,
Այսօր աշխարհն ասում է. դու պետք է աճես, դու պետք է երևաս, բայց Աստված ասում է. թող Քրիստոսը աճի քո մեջ։ Եթե դու ուզում ես իրական խաղաղություն, թող Քրիստոսը լինի կենտրոնում։ Եթե դու ուզում ես իրական արժեք, թող Քրիստոսը լինի քո կյանքի հիմքը։ Այսօր մի պայքարիր լինելու համար մեծ մարդկանց աչքում, փորձի լինել մեծ Աստծո աչքում։ Եվ երբ Քրիստոսը աճում է քո մեջ, քո կյանքը դառնում է լույս ուրիշների համար։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել քո բարեկամներին ու ընկերներին, որպեսզի նրանց եւս հասու լինի Աստծո խոսքը։